Դուրս ենք եկել ճուտիկիս հետ զբոսանքի։ Հիմա գնում ենք տնական հավկիթներ գնելու ու ցույց կտամ, թե որտեղից են գնում, ինչպես են վճարում։ Այդտեղ փոքրիկ տարածք է, կա որոշ մսամթերքներ էլի տնական, իրենց հենց կենթանուց, հիմնական խոզից, որտեղ խոզ են պահում շատ, եւ հավկիթներ կան ու այնտեղ մարդ չկա, այսինքն վաճառողի չկա, գանձապահ չկա, ինքնասպասարկում է։ Ամեն ինչ ցույց կտամ, ինձ թվում է հետաքրքիր կլինի ձեզ համար։ Այդտեղ այդ տարածքն է, որտեղ որ խոզերին պահում են, բազմացնում են, ու սրա հետևում գտնվում է այդ փոքրիկ խանութը։ Հեսա բարձրանանք, ցույց կտամ։ Այս տարածքը, այս արձանքը, շեփորով, ցոնխավորվող քույրներ են։ Սենց է գտնվում այստեղ։ Այստեղ ժամերը գրված է եւ գրված 6-ից մինչեւ ժամը 9։ Այստեղ կպահպանենք։ Այսպես է, ինչ այնտեղ հավկիթներն են, լուսամուտներ, ինչպես ասում են, որ ինքներս պետք է վճարեն։ Կստուգեմ հավկիթները, որ կոտրված չլինի։ Տնական հավկիթներ են։ Այստեղ կարող եք քարտով վճարել, այստեղ հաշվել, այստեղ գրված է քանի հատ ինչ արժի, ու այստեղ կասում է կարող եք մանրել։ Մեր զբոսանքի արդյունքը ճուտիկս քնած է, ու մենք արդեն հասնում ենք տուն։ Պետք է պատրաստեմ նրբաբլիթներ, երեկոյան պատրաստել եմ, բայց քիչ էր նրբաբլիթները, դրա համար հավկիթ գնեցի, որ շարունակեմ պատրաստեմ ու փաթաթեմ բլինչիկներ։